Քո կյանքը փոխվում է միայն այն ժամանակ, երբ փոխվում է քո ներքին համակարգը։ Եթե դու հիմա այստեղ ես, ապա հավանաբար արդեն հոգնել ես անընդհատ նույն կյանքին վերադառնալուց։ Դու փորձում ես փոխվել, սկսում ես նոր փուլ, նոր նպատակներ, նոր որոշումներ, նոր մոտիվացիա, բայց հետո նորից վերադառնում ես նույն կետին, ծանոթը, եւ նորից նույն վախերը, նույն հետաձգումները, նույն ներքին քաոսը, նույն իրականությունը։ Եվ ամենացավալին այն չէ, որ ոչինչ չի փոխվում, այլ այն, որ դու սկսում ես մտածել, որ խնդիրը քո մեջ է, որ գուցե դու այն մարդը չես, ում մոտ ստացվում է, բայց խնդիրը իրականում այլ բանի մեջ է։ Խնդիրն այն է, որ դու փորձում ես կառուցել նոր կյանք քո հին ներքին համակարգով։ Իսկ հին համակարգը միշտ ստեղծում է նույն արդյունքը։ Դու կարող ես հարյուրավոր մեթոդներ սովորել, գիտելիքների մեծ պաշար ունենալ։ Ինֆորմացիայի պակաս մենք բոլորս հաստատ չունենք։ Դու կարող ես աֆիրմացիաներ կրկնել, վիզուալիզացիա անել, իմանալ մանիֆեստացիայի բոլոր կանոնները։ Դու կարող ես մոտիվացվել, փորձել դրական մտածողություն, բայց եթե ներսումդ շարունակում են ապրել նույն ծրագրերը, վախը, անվստահությունը, ինքնակայքայումը, մշտական լարվածությունը, չեմ կարող զգացողությունը եւ գոյատևման ռեժիմը, երբ ֆիզիկական վիճակդ, զգացողություններդ, էմոցիաներդ, մտքերդ եւ ցանկություններդ չեն հատվում միևնույն կետում, ապա դու միշտ վերադառնալու ես քո հին իրականությանը։ Դա միայն խորացնում է քո խնդիրները եւ քեզ ավելի է հեռացնում քո ցանկությունների իրականացումից, որովհետեւ մեր կյանքը չի ստեղծվում ցանկություններից, այն ստեղծվում է մեր ներքին վիճակից, նրանից, թե որքանով են նույն կետում հատվում մեր զգացմունքները, մտքերը եւ գործողությունները։ Եվ քանի դեռ քո ներսում ամեն ինչ աշխատում է հին ձևով, դրսում նույնպես իրականում ոչինչ չի փոխվելու։ Ես սա գրքերից չէ որ գիտեմ, ոչ էլ տասնյակ դիպլոմներից եւ գիտելիքների ահռելի պաշարից։ Արդեն ավելի քան 7 տարի է ես ուսումնասիրում եմ մարդու հոգեբանությունը, մտածողությունը, ներքին աշխարհը, էներգիան, թե ինչպես է ձևավորվում մարդու իրականությունը եւ այն, թե ինչն է իրականում փոխում մարդու կյանքը։ Բայց նույնիսկ գիտելիքների ահռելի պաշարը ինձ չափահովագրեց այն օրից, երբ ես լսեցի մահվան դիագնոզը, ու հենց այդ պահին ես հանդիպեցի իրականության հետ։ Եվ հենց այս ճանապարհի ընթացքում ես հասկացա ամենակարևոր ճշմարտությունը։ Իրական փոփոխությունը չի սկսվում ոչ մոտիվացիայից, ոչ դրական մտածելակերպից եւ ոչ էլ այն փաստից, որ դու տիրապետում ես բոլոր գիտելիքներին։ Այն սկսվում է այն պահից, երբ դու փոխում ես ներսից քեզ կառավարող քո ողջ համակարգը։ Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ես կարողացա բառացիորեն վերակառուցել իմ ողջ կյանքը։ Ես ուղղակի հայտնվեցի բոլորովին նոր իրականությունում։ Փոխվեց իմ առողջությունը, վիճակը, մտածողությունը, էներգիան, իմ կյանքի որակը, իմ ողջ իրականությունը։ Բայց իմ ամենակարևոր փոփոխությունը սա էր։ Ես ուղղակի դադարեցի ապրել ավտոմատ։ Ես դադարեցի կորցնել ինձ։ Ես դադարեցի փնտրել ինձ։ Ես դադարեցի բարելավել ինձ։ Ես դադարեցի ավելի լավը դառնալ։ Ես առաջի անգամ զգացի, թե ինչ է նշանակում իսկապես կառավարել քեզ եւ ստեղծել կյանքը գիտակցաբար։ Եվ հենց այս ճանապարհի արդյունքում է ստեղծվել նախատիպը չունեցող իմ այս ծրագիրը Rebel System-ը, որը իմ այս տարիների ընթացքում ստացած իմ ահռելի գիտելիքների պաշարի եւ այս վերջին մի քանի ամսում իմ սեփական փորձով անցած ճանապարհի համադրությունը։ Իմ նախորդ ծրագրում կնոջ ֆորմուլայում արդեն իսկ հարյուրավոր աղջիկների կյանք է այլևս փոխվել։ Իմ բոլոր աղջիկները հասել են անհավանական արդյունքների։ Իմ աղջիկների արդյունքների մասին կարող եք գտնել իմ աջում եւ նաեւ ավելի ուշ կկիսվեմ ձեզ հետ։ Կանայք, ովքեր այլևս փոխել են իրենց կյանքը եւ բարելավել իրենց կյանքի բոլոր ոլորտները։ Այս նոր ծրագիրը կնոջ ֆորմուլայից տարբերվում է նրանով, որ սա հզորագույն լիարժեք համակարգ է։ Եվ այս համակարգը միայն այն աղջիկների համար է, ովքեր իսկապես պատրաստ են լիովին փոխել իրենց կյանքը եւ հասնել մեծ արդյունքների։ Եվ փոխել իրենց կյանքի մակարդակը կյանքի բոլոր ոլորտներում։ Rebel System-ը պարզապես ծրագիր չէ։ Սա 8 շաբաթվա ընթացքում քո ողջ ներքին համակարգի վերակառուցումն է։ Մենք փոխում ենք քո մտածողությունը, ներքին վիճակը, ինքնազգացողությունը, քո ռեակցիաները, փոխում ենք քո սցենարները, քո գործողությունները եւ այն ինքնությունը, որով դու հիմա ապրում ես, որովհետեւ կյանքը փոխվում է միայն այն ժամանակ, երբ դու փոխվում ես ներսից։ Ծրագրի ընթացքում դու սովորելու ես հասկանալ քեզ խորքային մակարդակում,
Դադարեցնել ինքնակայքայումը, դուրս գալ ներքին քաոսից, կառավարել քո վիճակը, վստահել քեզ, դադարել ապրել ներքին բախից, սկսել գործել առանց ներքին պայքարի, կառուցել քո նոր տարբերակը, այն տարբերակը, ում համար նոր կյանքը դառնում է բնական, եւ հասնել հստակ արդյունքների։ Ծրագրին մասնակցելու հնարավորությունը ստանալու ընդամենը 10 աղջիկ, որովհետեւ ինձ համար կարեւոր է որակյալ արդյունք ապահովել։ Ես աշխատում եմ խորքային եւ անհատական մակարդակում, եւ ինձ համար կարեւոր է, որ յուրաքանչյուր մասնակից գրանցի իր առավելագույն արդյունքները։ Ես ուզում եմ աշխատել այն կանանց հետ, ովքեր ոչ միայն ուզում են, այլ պատրաստ են գնալ իրենց նպատակների հետևից, ովքեր պատրաստ են նոր կյանք կառուցելու եւ հանդիպելու իրենց ուժի հետ։ Եթե դու զգում ես, որ պատրաստ ես քեզ վերակառուցելու եւ ստեղծելու նոր կյանք, ներքևում սեղմիր գրանցվել ինձ հետ նախնական զրույց անցնելու համար, որպեսզի միասին հասկանանք, արդյոք այս ծրագիրը համապատասխանում է քեզ։ Արդյոք այս ծրագիրը քեզ համար է։ Քո կյանքը չի փոխվում պատահական, քո կյանքը փոխվում է այն պահին, երբ դու հստակ որոշում ես կայացնում եւ փոխում ես քո ներքին համակարգը եւ կառուցում ես քո նոր իրականությունը։